Բարև ձեզ, ինչպես եւ խոստացել էի, սկսում եմ խոսել թոշակների մասին ու սկսեմ ամենատարածված քննադատություններից։ Լսած կլինեք, որ մեզ ասում են ձեզ աշխատավարձ կամ ապարքեավճար մի տվեք եւ մեր թոշակները ավելացրեք։ Ու այդ գաղափարը սերմանել են որոշ քաղաքական գործիչներ հասարակության մեջ, այսինքն այնպիսի տպավորություն են ուզում ստեղծել, որ եթե պետական բարձրաստիճան պաշտոնյաները քիչ վարձատրվեն, հնարավոր է թոշակները զգալիորեն ավելացնել։ Հիմա եկեք իրար հետ մի հատ փոքր հաշվարկ անենք։ Ինչ կլիներ, եթե Հայաստանի Հանրապետության նախագահը, վարչապետը, փոխվարչապետերը, նախարարները բոլոր փոխնախարարները, բոլոր մարզպետերը, մարզպետերի տեղակալները, ազգային ժողովի նախագահը եւ տեղակալները, քաղաքացիական խմբակցության բոլոր падգամավորները, պետական եկամուտների կոմիտեի ղեկավարը եւ իր տեղակալները եւ հարակից պետական մարմինների ղեկավար անձնակազմը թվով 250 հոգի, սրանք այն մարդիկ են, որոնք քաղաքական առումով ամենաշատն են քննադատում եւ որոնց վարձատրությունը, այսպես ասենք, աչք է ծակում։ Եթե բոլորը ընդհանրապես ոչ մի վարձատրություն չստանան, այսինքն ոչ միայն ապարքեավճար, այլ ընդհանրապես աշխատավարձ էլ չստանան, թվաբանորեն Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակը հնարավոր կլինի ավելացնել ամսական առավելագույնը 350 դրամով։ Իհարկե հարց է, թե այդ դեպքում քանիսը կմնան աշխատանքի եւ այդ դեպքում արդյոք հնարավոր կլինի ընդհանրապես այդ համակարգը աշխատացնելու թոշակ վճարել, բայց թվաբանորեն այդ 350 դրամի մասին է խոսքը։ Եթե գտնում եք, որ այդ քննադատությունը արդարացված է, կարող եք հավատալ այդ քննադատությանը։ Ես պարզապես ներկայացրեցի թվերը։ Շնորհակալություն, մնացածի մասին հաջորդիվ էլի կներկայացնեմ։